Սիրելի Աստծո մարդ, ուզում եմ քեզ քաջալերել Աստվածաշնչյան մի պատմությունով, որ գրված է Հովհաննեսի ավետարան 5-րդ գլխում։ Կար մի ավազան, որտեղ հրեշտակը ժամանակ առ ժամանակ գալիս էր եւ ջրերը շարժում էր, եւ առաջին մարդը, ով մտնում էր այդ ջրերի մեջ, բժշկվում էր։ Այդտեղ կային շատ տարատեսակ հիվանդություններ, Գիրքն ասում է, ինչ հիվանդություն էլ որ ունենային, առաջին մտնողը բժշկվում էր։ Այդ ավազանին ես անվանում եմ շանսերի ավազան, հնարավորության ավազան, ցանկացած մեկի համար։ Բայց մի մարդ կար, գտնվելով 38 տարի հնարավորությունների ավազանի մոտ, չէր ստացել իր բժշկությունը։ Թույլ տուր ասեմ, ինչ եմ հասկացել այդ տեքստից ես։ Առաջին բանը, որ այդ մարդը չէր կարողացել բժշկվել, պատճառն այն էր, որ փոխարեն նայեր հնարավորություններին, որ ինչ լավ է, որ ավազան կա եւ մեկ օր, մեկ ժամ, մի օր էլ իր հնարավորությունը կգա, ինքը կբժշկվի, նրա մտքում էր միշտ այն, թե ինչ չունի նա։ Նրանից առաջ բժշկվողները նայում էին ավազանին եւ ասում էին, այս ավազանը իմ բժշկության ավազանն է, այս ավազանը իմ փրկության ավազանն է, եւ մարդիկ տարիների ընթացքում բժշկվել ու գնացել են, մինչդեռ նա 38 տարի մնացել էր։ Գիտեք ինչու ես մտածում եմ, որ նա առաջին կամ 2 կամ 3 անգամները, որ ձախողվեց, սկսեց մտածել, ինքնուրույն չեմ կարա։ Երբ որ դու կանխակալ մտքեր ունես, նախապաշարում ունես, որ քո մոտ չի ստացվի, անգամ շանսերի ավազանի մոտ քո մոտ չի ստացվի, որովհետև Հիսուս Քրիստոսն եկել էր եւ հարց էր տալիս. ուզում ես բժշկվել, իսկ նրանք, ովքեր որ շանս են փնտրում, շանս են տեսնում, սիրելիներ, նրանք կօգտվեին հենց այդ շանսից։ Եթե անգամ իրանց ինչ որ մեկը պետք էր, իրանք ասեին, ինչ լավ է որ դու եկել ես, դու կօգնես ու ինձ ջուրը կգցես։ Աստծո խոսքը այս ամենով գիտեք ինչ է սովորեցնում։ Նայեք Հիսուսի առաջարկած հնարավորություններին։ Մի նայեք նրան, թե դուք ինչ չունեք եւ ինչ հնարավորություններ չունեք, թե ձեզ ինչեր են պետք։ Ասեք փառք Տիրոջը, որ ես հնարավորություն ունեմ։ Այսօր չստացվեց, վաղը կստացվի, կարևորը ես հնարավորությունների ավազան ունեմ։ Հիսուս Քրիստոսը մեր հնարավորությունների ավազանն է։ Այսօր չես բժշկվե, բայց գնա դրա հետևից, գնա, փնտրիր Հիսուսին։ Երեմիա մարգարեն ասում է. բարի է Տերը բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են իրեն։ Երբ որ դու փնտրում ես իրան, դու փնտրում ես քո հնարավորությունը։ Փնտրիր Հիսուսին եւ կստանաս քո հնարավորությունը, կգտնես բժշկությունը ու մեկ օր ինքդ կպատմես, որ Հիսուս Քրիստոսը քո հնարավորությունների ավազանն է։